Բարի օր, ժողովուրդ ջան։ Հազար բարի։ Տերի ժողովուրդ, կապանը ինձ համար հատուկ է։ Նախ որ մեր երկրին քիչ տեղերից է, որ այստեղ իսկապես քաղաքային կոլորիտ կա, մշակույթ կա, երկրորդ նաև անձնական պատճառներ ունեմ, ընկերներ ունեմ, եւ երրորդ, որ մեր թիմի դեմքը, խորհրդանիշը Աննա Գրիգորյանը, դեր Աննա Գրիգորյանն է։ Բայց սիրելի կապանցիներ, ես չեմ ասելու ձեզ սիրում եմ։ Մի հոգեկան կա, այս բառերը այնպես է այլանդակել, փչացրել, որ մարդ ամաչում է կրկնի։ Հիմա ես խնդրում եմ մեր գործընկերուհուն այս էկրանի վրա ցույց տա այդ մարդու իրական դեմքը ու մենք նայենք։ Խնդրում եմ մի քիչ տեսարանը բացեք։ Ժողովուրդ ջան, այս մարդը ոնց կարող է բացի իրանից որևէ մեկին սիրել։ Ամբողջ դեմքից թույն թարախ հայրեն ժահր բարկա, ժահր է թափում։ Ինքը մենակ մի բան է սիրում, ինքը ատում է մեզ, ինքը ատում է այս ժողովրդին, ինքը սիրում է միայն իր աթոռը ու պատրաստ է դրա համար ամեն ինչի գնալ։ Բայց ժողովուրդ ջան, ես նաև դի դառը բաներ ասեմ։ Ուզում եմ հիշողության թարմացում անել նաև հենց կապանի հետ կապված։ Հիշում են շատերը, տարեցները հիշում են, որ 92 թվին գրադով հրետակոծվում էր կապանը, զոհեր էինք ունենում, հիշում են, որ ինքնաթիռով ռմբակոծվեց հաց երթի մեջ մարդիկ զոհվեցին և հիմա դրանից հետո փառք Աստծո սահմանները այնպես հեռացվեցին կապանից, որ իսկապես խաղաղություն էր ու հիմա Ադրբեջանի դրոշը նորից կապանում է և սա եղել է սրա օրոք։ Ինչ եմ դες ուզում հիշեցնել։ 18 թվականին ես սև մարդը եկել էր կապան, ստեղ լեփ-լեցուն ժողովուրդ կար և եկել էր, որ Նարեկ Բաբայանին դարձնի քաղաքապետ։ Փառք Աստծո, նույնիսկ 18 թվին չկարացավ, որովհետև արժանապատիվ կապանցիները կանգնեցին և այլ քաղաքապետ ընտրեցին։ Բայց այդ օրը ինչ էր ասում այդ մարդը այս հրապարակից։ Ասեմ ավելին, երբ որ նա ասում էր Նարեկ Բաբայան, ժողովրդի միջից գոռում էին Նարեկ, Նարեկ, Նարեկ։ Ինչ էր ասում այդ ժամանակ, ժողովուրդ ջան։ Ասում էր լինելու է Հայաստան, որտեղ բռնությունները բացառվելու են, բռնություններ չեն լինելու։ Այսօր Հայաստանում, որտեղ նայում ենք, բռնությունն է, բռնաճնշումներ են, ով որ դեմ է այս իշխանությանը կալանավորում են, ով որ մի մարդիկ վախենում են իրար հետ պարզ կանգնեն, խոսեն, կարծիք հայտնեն։ Էլ ինչ էր ասում այս հրապարակից այդ բանը։ Փառաբանում էր գիտեք ում, փառաբանում էր Արթուր Վանեցյանին, Վալերի Օսիպյանին, Պողոսյան, անունն ինչ էր մեր ձեր այն ժամանակվա մարզպետի, Հունան Պողոսյանին, փառաբանում էր, ասում էր մարդիկ տեսնում են, իրանց լսում են, ծափ են տալիս, ուր են այդ մարդիկ հիմա։ Մի խանգարի խնդրում եմ, ես որ խոսում եմ լսիր։ Հիմա այդ բոլոր մարդիկ, քանի որ իրան հակառակ են, քրեական գործերով են անցնում, կալանավորվել են, դուրս են եկել 10 հատ քրեական գործեր կավերները ամեն մեկի։ Այստեղից խոսում էր Շանթ Հարությունյանի մասին, որ այսօր էլի հակառակ է իրան։ Այս մարդը 10 երես ունի։ Այս մարդու ոչ մի ասածը իրականության հետ կապ չունի, սուտ ասան, խափող, երեսպաշտ,
Էլ ինչ էր ասում ժողովուրդ ջան։ Այստեղից ձեր առաջ կանգնած ասում էր Սյունիքը ոչ միայն Հայաստանի, Սյունիքը Արցախի, Ղարաբաղի ողնաշարն է։ Հիմա Արցախ բարից խրտնում է անասունի նման։ Հիմա հարցրեք իրան, որ ասում էր Արցախի ողնաշարը Սյունիքը, ուր է այդ Արցախը։ Արցախը չկա, Ադրբեջանի դրոշը Ղափանի վրա է։ Եվ եթե մնաց, մի բացառեք, որ վաղը կրկնվելու է 92 թիվը։ Ինչ էր ասում, գիտեք, որ ասում էր Նարեկ Բաբայանին ընտրեք քաղաքապետ։ Ասում էր Նարեկ Բաբայանը ոչ մի բիզնես չունի, ոչ մի սեփականություն չունի, չի կարող պետական պաշտոնյան սեփականություն ունենա, բիզնես ունենա։ Ժողովուրդ, Նարեկ Բաբայանը հիմա բիզնես ունի, սեփականություն ունի, թե չունի։ Ինչ անում այսօր։ Այսօր էլի խանգարում եք։ Այսօր մարդիկ անցնում տասնյակներով 60 մարդ անցնում գործի քաջարանի կոմբինատում, որ գնան ընտրեն սրանց։ Այսօր հերթը կանգնացնում ասում է դիմում գրեք, ընտրությունից հետո ձեզ գործի կընդունեն։ Վախացնելով, սպառնալով, երբ որ ասում էին ամենամեծը ձեր ազատությունն է, ես ազատություն եմ բերել։ Ինքը բերել է փոքրիկի բռնապետություն եւ փորձում է այս ժողովրդին վախեցնել։ Ոչ մի վախենալու բան չկա, ժողովուրդ ջան։ 10 անգամ ասել եմ։ Վախկոտներից վախենալը ամոթ է։ Մի վախեցեք, ազատ եղեք, ուժեղ եղեք, գնացեք եւ ընտրեք։ Ասում էր այստեղ նույն տեղից, ասում էր, գիտեք, մենք միջազգային մեծ բան ենք արել, այնքան ազատություն է, այնքան երկրում հանգիստ վիճակ է, որ ընդամենը պետական ծառայության 5 աշխատողով այդ ամբողջ հրապարակում ոչ մի անկարգություն։ Հիմա նայեք քանի 100 թիկնապահներով, քանի տասնյակ ավտոներով է ման գալիս այդ բանը։ Նայեք, հիշեք, իրա ոչ մի ասացի մեջ ոչ մի ճիշտ բան չկա, կա մի բան ժողովուրդ ջան։ Այս մարդը երկար մտածել է, տեսել է ամեն ինչ ձախողել է, մտածել է իրա ոչ հայի խելքով, որ միակ ձևը իշխանությունը պահելու իր հանձնվելն է, ինքը հանձնվել է Ալիևին, ինքը հանձնվել է Թուրքիային եւ պատրաստ է կատարել նրանց բոլոր ցանկությունները, որպեսզի իրանք պաշտպանեն եւ պաշտպանում են այսօր։ Պաշտպանում են, որպեսզի վաղը Ղափանը նորից ռմբակոծվի։ Պաշտպանում են, որ վաղը Տիգրանաշենը հանձնի, փակի ճանապարհը, Ղարաբաղը մնա, Կապանը մնա Ղարաբաղի նման անկլավի մեջ։ Հիմա ժողովուրդ ջան, ես նկարագրեցի այս մարդու խոսքերը ձեր առաջ ու նայեք մեր թիմին, նայեք մեր առաջնորդին, նայեք Ռոբերտ Քոչարյանի անցած ճանապարհը, կենսագրությունը, գործը, կամքը, վճռականությունը, այստեղ է, որ այդ վատ բաները չկրկնվեն, որ մենք կարողանանք իսկապես ուժեղ, ազատ Հայաստան ստեղծել, բարեկեցիկ Հայաստան ստեղծել։ Ու դա լինելու է։ Ժողովուրդ ջան, հայերը մի խոսք ունեն, շատ բան խոսք է, ասում են, երդվում եմ Արարատով։ Հիմա մենք կապանում ենք եւ ես ուզում եմ, որ ձեզանից ամեն մեկը իր մտքի մեջ, ովքեր որ չեն լսում կամ կլսեն հետո, ձեր մտքի մեջ երդվեք խուստուփով, ձեր խորհրդանշով, ձեր երդվեք խուստուփով, որ սրանց հեռացնելու ենք իսկապես ուժեղ Հայաստան ենք ունենալու, ազատ Հայաստան ենք ունենալու։ Դրա համար ամսի 7-ին, 17-ին, շնորհակալ եմ։